Ժողովրդական ուրեմն հիբրիդների մասին։ Այս էլ է մի հատ բոլորին հուզող թեմա է։ Արդյոք հիբրիդը լավ բան է։ Եթե հարցում եք ինձ, ապա կարամ ասեմ ձեզ ոչ, ժողովրդական։ Լավ բան չի։ Հեսա փորձամ հիմնավորեմ փաստերով։ Ну, լավ, sense ասեմ, լավ բան է, եթե դուք իրոք Ռուսաստանում եք ապրում ու օրական անցնում եք, չգիտեմ, 300-400 կիլոմետր կամ ամերիկան եք ապրում, մի խոսքով ինչ որ երկար տարածություններ եք գնում։ Այդ տիպի էլի, որ էլեկտրականությամբ հերիք չի։ Հա, այդ ժամանակ հա կամ ինչ որ ճամփորդում եք հաճախ, կամ մեղրի եք գնում գալիս գործով։ Հա, այդ ժամանակ օքեյ, հիբրիդը լավ բան է։ Դες խորտ կտամ հիբրիդ։ Բայց եթե դուք քաղաքի մեջ օրը 20-ից 30 կիլոմետր եք քշում ու տարվա մեջ մի անգամ կամ երկու անգամ եք երկար ճանապարհ գնում, ձեզ հիբրիդ պետք չի, ժողովուրդ ջան։ Ու մոռացեք այդ հիբրիդի մասին։ Ինքը մի հատ գլխացավանք է, հասկանում եք։ Հեսա փաստերով հիմնավորեմ, փաստերով։ Ասենք նախ օրինակ բերեմ BYD-ի, փաստորեն BYD-ն է տալիս վատ արտադրանք։ Ինքն է փաստորեն սայթակում է։ Հարգարժան Վան Չուանֆուջան, դու տեղյակ ես, որ քո ստեղծած հիբրիդը թափ-թազա 10800 կիլոմետր քշելուց հետո Քին-Էլ-ի հիբրիդը։ Քին-Էլ-ը լավ մեքենա է, ժողովուրդ ջան, շատ լավ, բայց հիբրիդը, բիտում ամենաէժան հիբրիդը այդ լինիայկայի մեջ 80 կիլոմետր գնացողն էր կարծեմ, ընդամենը 80 էլեկտրականությամբ։ Ինչու՞ դա շատ քիչ է, էլի, գոնե 2 օր պետք է գնա հիբրիդը, էլի, հիմա Chevrolet Volt 1 չի, էլի, արդեն դարա հիմա որ դառնա։ Նախ BYD ջան, ասենք, ինչ вообще, ինչ հաշիվ է, ինչ արժանապ 80 կիլոմետր։ Լավ չեք դուք։ Լավ, մի խոսքով մարդիկ առել են, բերել են Երևան, քշում են, ու ընդամենը 1800 կիլոմետր անց այդ հիբրիդի մոտորը, всё, մեռնում է, ժողովուրդ ջան, չի միանում։ Մա մեռնում է, չի ինչ որ ծրագրային խնդիր կա, ոնց տերներ գրախմբում, Facebook-ում, BYD, ինչ որ ծրագրային խնդիր կա, 5 ամիս այն այդ հարցը ուզում ալուծի ու չի կարում, ու մոտորը չի միանում։ Այսինքն էս բենզինային մոտոր է, էլի։ Այսինքն այդ մարդը հիմա մնացել է այդ 80 կիլոմետրի հույսին։ Այսինքն էս ռեալ ամառը 60 կիլոմետր քշում այդ ավտոյով, ձմեռը 40, ժողովուրդ ջան։ Chevrolet Volt 1, այսինքն ասեմ, բայց 25 թվի Քին-Էլ-ա, թափ-թազա։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, էժան սեգմենտում հիբրիդների մասին առհասարակ մոռացեք, առհասարակ, նույն այդ Mazda տխրարարչակ Air կոմպլեկտացիան, ամենաէժան կոմպլեկտացիան, չի կարա հասկանում եք, էժան ավտոն լինի համ հիբրիդ, համ էլեկտրական ու լավը, ու էժան, տենց չի լինում, ժողովուրդ ջան, տենց պրոստը չի լինում, մոռացեք, եթե հիբրիդ ուրեմն թանկ, այսինքն ավատար, Voya, Լիսյան, չնայած Լիսյանները լիքը խնդիրներ տալիս, լիքը տեղեր գիտեմ, որտեղ որ բիրիկով Լիսյան են տանում սարքելու համար։ Ու գիտեք խի, որովհետև ժողովուրդը Հայաստանում քշում է հիմնական էլեկտրականությամբ։ 1001 այնք այդ մոտորին դիմում։ Ասենք 20000 կիլոմետր քշում են էլեկտրականությամբ, 200 կիլոմետր բենզինով, ինչը աբսուրդ է, ինչ այդ մեքենաները անիծում է։ Մի արեք այդտենց, եթե դուք առել եք հիբրիդով ավտո, հիբրիդային, ուրեմն դուք պետք է քշեք բենզինով։ Ոչ միշտ, բայց հաճախ, էլի ասենք, շաբաթվա մեջ գոնե 2-3 անգամ, ոչ թե 4 ամիսը մեկ։ 4 ամիսը մեկ որ դուք քշում եք բենզինով, ավտոյի հետ անիծում եք, այդ մոտորի հետ անիծում եք, ժողովուրդ ջան։ Մի արեք այդտենց։ Եթե այդտենց պետք է անեք, մի արեք հիբրիդ։ Քշեք, արեք էլեկտրական մեքենա։ Իմաստը ո՞րն է հիբրիդի։ Ծախսատար է հիբրիդը, հասկանում եք, սպասարկում ունի հիբրիդը։ Բենզինային մոտոր ունի, ասենք, մոտորը յուղ փոխել, սալնիկներ, ասենք, ձեզ պետք է դա։ Պետք է ձեզ։ Դες պետք չի դա, եթե դուք քշում եք օրը 30-50 կիլոմետր, դա պետք չի, մոռացեք հիբրիդի մասին։ Անիմաստ բան է, հատկապես չինական ավտոն պետք է լավ թանկ լինի, որ այդ հիբրիդը նախ իրան արդարացնի, եթե էժանա դուք հագնում եք բորդին։ Ասենք այդ Քին-Էլ-ը երևի չգիտեմ, մի $20000 մինչև։ Ինքը զուգահեռ հիբրիդ է։ 50% տվել է մարդու մաքսազերծման, զուգահեռ հիբրիդ է, լիսյան չի, աստիճանական չի, զուգահեռ է։ Դե ինչպես գիտեք, զուգահեռ աստիճանական։ Հիմա դրա չանդրադառնամ իմ YouTube-յան էջում հոլովակը կա, մտեք նայեք, տարբերությունը որն է։ Հերիք չի 50% ավտոյի գնի կեսը տվել է մաքսազերծման ու 1800 կիլոմետր անց այդ հիբրիդը չի աշխատում։ Ասենք Վան Չուանֆուջան, ասենք լուրջ մի հատ չես ուզում փողատուցես այդ մարդուն 25 թվի ավտո առել քո մոտից ու մեռել է մոտորը, չի ծրագրային խնդիր է, ոչ թե մեռել է, այլ ծրագրային ինչ-որ խնդիր է, չի միանում։ Մի հատ այս հոլովակը մի հատ նայեք, այդ տղուն փողատուց եք ընտրում։ Ասենք BYD եք, էլի, ասենք միլիարդների եկամուտ ունեք։ Տարեկան 1.3 միլիոն 400 հազար վաճառում եք։ Ասենք, ինչ ձև է։ Ասենք, լավ չեք դուք։ Ինչ հիբրիդ։ Вообще մի արտադրեք հիբրիդ, եթե պետք է վատը լինի ուրեմն։ Աչքի ձեր հիբրիդը պետք է մեծամոտ թանկ լինի մենակ, BYD հան, չգիտեմ։ Էժան հիբրիդը նշանակում է վատ հիբրիդ, լուրջ չառնեք ժողովուրդ։ Հա։ Լուրջ չառնեք։
Մի խոսքով ոնց հասկացաք իմաստը է ամեն ինչի ես հոլովակի հիբրիդը ժողովուրդ ջան եթե առնում եք ուրեմն պետք է քշեք բենզինով նաև եթե չեք ուզում վարի տակ իսկ եթե քսում եք դուք բենզինով համել ձեր ծախսը կիլոմետրաժը հելում թռնում է ոչ թե կիլոմետրը 7-8 կամ 10 դրամ ոնց որ էլեկտրական ավտոյի դեպքում այլ 25-30 դրամ այսինքն դառնում է հեղուկ գազով ավտո համարժեք է վարելիքի ծախսը համարժեք է հեղուկ գազին եթե պետք է հեղուկ գազին համարժեք քննել իմաստը ո՞րն է հիբրիդի հնա առեք սովորական մեքենա քշեք հեղուկ գազով ասենք այդ հիբրիդը լավ բան չի դոգում ժողովուրդ ջան գլխացավանքա ծախսատարա ասենք կրակն եք անգնում ուրեմն պետք է համել քշեք բենզինով եթե չեք ուզում վարի տակ կամ վարի կտակ եթե 20000 կիլոմետր էլեկտրականությամբ իսկ 200 կիլոմետր բենզինով ու վարի կտակ իրան շատ մոտ ապագայում որտեղ իր մեջի մոտորը դաժե լիսյաների մեջ այտենց ես իմիջ որակով չի էլի միջին որակի մոտորը թե դիպալների մեջ թե ամենտեղ նու ավատար վոյան չգիտեմ կարող եմ քիչ լավն է բայց լիսյանի ու դիպալի մեջ սովորական միջին որակի բենզինային մոտորը ու իրան վարի տալ շատ հեշտ է եթե դուք այդ հիբրիդը շահագործում եք սխալ ձևով դրա համար հորդորում եմ ձեզ եթե հիբրիդ ուրեմն քշեք այդ ավտոն բենզինով համել գոնե շաբաթա մեջ մի քանի անգամ լավ գոնե շաբաթը 1 գոնե շաբաթը 1 այլ ոչ թե 6 ամիսը 1 էլ ասենք լավ չեք դուք ոնց կարելի ավտոյի մեջ բենզին դնել ու այդ բենզինը 6 ամիս օգտագործել դա թույն է դառնում ասենք մոտորին ասենք թունավորում է 6 ամիս անց բակում մնացած բենզինը բենզին բակում ասենք նույնիսկ չեք հասկանում այդքանը ոնց կարաք դուք բենզին դնեք 6 ամիսը 1 լուրջ եք ասում այդ ավտոն դες քֆրտում է փիեք առե вообще հիբրիդը Ժողովուրդ խնդրում գնեք էլեկտրական մեքենա եթե քշում եք քիչ Դա ռուսների համար է էլի կամ ամերիկացիքի համար է որ օրը չգիտեմ ես իմ քանի 100 կիլոմետր քշում եմ Հայաստանում States 7 ստեղ իմ ավտոյով կարած գնաս States Գյումրիից ստեղ իմ ավտոյով որ 300 կիլոմետր է գնում ռեալով կարած գնաս հանգիստ նու լավ ձմեռը չես կարող օքեյ հա ձմեռը նեղվելու ընդ պետք է այդ կդրեմ Գյումրիում որտեղ 200 է իշու հեռահարությունը բայց ես ես խնդրում եմ հիբրիդներից յանտովեք իսկ եթե հիբրիդ ուրեմն թանկանոց ուրեմն գոնե ասենք մի 30000 $-ի շուրջ գոնե որտեղ Jeepal S05-ի հիբրիդներն է խնդրահարույց կարտում եմ 23000 է իմ մոտ այդ հիբրիդը Jeepal-ի 215 գնացող բայց ես խորհուրդ չեմ տա որտեղ խնդրահարույց է չգիտեմ էժանի մեջ հիբրիդը լավը չի լինելու չի կարա համ էլեկտրական համ բենզինային մեքենա մի մեկում ու էժան Տենց ոնց է լինում, տենց չի լինում, էլի ինքը չի կարող որակով լինի։ Հա, Jeepal S7 հիբրիդները մարդիկ գոհեն, օքեյ է, բայց դա արժեն, ասենք մի 27, 28, 29։ Մի խոսքով եթե հիբրիդ 27000+, նույնը Mazda-ին է վերաբերում։ Մոռացեք այն AR-ի մասին, AR հիբրիդի մասին։ Այն թուրի մատուցության մասին 22500, որը որ հարթուկը ակերի վրա ոնց իմանցած հողլովակով ինձ ապացուցեցի։ Մի խոսքով այսքանը ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ, կատարեք ճիշտ ընտրություն, մի սխալվեք, ու եթե ձեզ պետք չի հիբրիդ, մի առեք այդ հիբրիդը։ Որտեղ առնում եք ընկնել այն սև բանի մեջ։ Կրակը մի առեք հիբրիդ, եթե դուք քշում եք օրը 25, 30 կամ 50 կիլոմետր ու չեք ճանապարհորդում հաճախ ու չգիտեմ, ձեզ այդ հիբրիդի առավելությունը ձեզ պետք է գալու տարվա մեջ 2 անգամ։ Այդ բaragam ձեզ հիբրիդ պետք չի։ Հաստատ պետք չի։ Լավ եղեք, դες լավոր։ Այսօր այսքանը։ Եթե այս բանը ընդունում եք կամ ծաշում եք, ապա ծունի յոգա խաղովիքը։ Կհանդիպենք։